Սահմանադրական դատարանի որոշումը չնայած պարունակում էր դրական տարրեր, չի անդրադարձել մի շարք կարևոր հարցերի եւ այդ հարցերը մի օր տուժած անձանց գանգատով կհայտնվեն նույն սահմանադրական դատարանում կամ մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Եթե նախկինում օրենքը թույլ է տալիս այն մեկնաբանել, որ 2-ին գումարած 2 հավասար է 100-ի, սահմանադրական դատարանը ասեց 2-ին գումարած 2-ը 10-ից ավել չի։ Բայց չկարողացավ համարձակություն ունենալ, ասելու, որ 2-ին գումարած 2-ը հավասար է 4-ի։ Արդյունքում դեռևս ծագելու են բավականին շատ խնդիրներ, որ նոր վեճեր եւ արդյունքում դարձյալ կտուժի եւ քաղաքացին եւ պետությունը։ Ցավոք հիմքեր ունեմ պնդելու, որ սա արված է նպատակադրված եւ գիտակցաբար եւ հիմնական նպատակն է ունենալ գործիք, որը հնարավորություն է տալիս զբաղեցնել քաղաքական հակառակորդներին անհեթեթ մեղադրանքներով, անհեթեթ հայցերով, որտեղ մարդիկ այլ ելք չունեն, քան ծախսելու իրենց ժամանակը եւ ռեսուրսները պաշտպանության վրա, դրանով նրանց շեղել քաղաքական օրակարգից։ Ինչ կլինի հետագայում։ Իհարկե հավերժ այսպես շարունակվել չի կարող եւ մի օր կլինեն վճռներ, որով բռնականված գույքը այն դեպքերում, երբ խախտվեն այն սկզբունքները, որոնց մասին ես խոսեցի եւ որոնք արդեն միջազգային իրավունքում շատ հանրահայտ սկզբունքներ են, կլինեն որոշումներ, որ քաղաքացիներին պետք է վերադարձվի բռնականված գույքը, պետք է հատուցվի նրանց վնասները, արդյունքում պետությունը կտուժի, ինչպես եւ կտուժեն մեր քաղաքացիները։ Ես պատրաստ եմ